Մինչ ԿՊԱ-կանները ուրախ ավտոբուսով շրջում են մարզերում, ներկայացնում են հանրությանը իրենց մոտեցումները, պատասխանում հարցերի, օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ չի հանգստանա մինչև այս իշխանությունը չհեռացնի։ Դե թող հանգստացնող եւ այլ միջոցառումներ իրականացնի, առողջարանային կամ այլ չխորանամ, իր խնդիրն է, մեկնաբանելու բան չունեմ։ Եվ կարծում եմ, որ նա նաև չի հանգստանում, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման բավական մեծ փաթեթ կա, որը հաջողությամբ պիտի նրան հանգստացնի եւ երբ որ պետությանը վճարվի վերջին լուման իր կողմից թալանված, վստահաբար ես ասի քրեական գործեր կան, որոնք որ դե մեկ որ լրացվի, չեմ բայց ինչ լացանեք, պետք է գործ անեք, ապացուցեիք դա, որ այդքան գումար են յուրացել։ Հարգելիներս, հենց գործը արված է, ապօրինի գույքի բռնագանձման թե օրենսդրական դաշտն է ստեղծված, թե գործերն են ընթացքի մեջ եւ թե ունենք կայացած վճիռներ, վստահաբար մինչև վերջի լումանել մեր պետությունը հետ կլինի։ Մենք պետական բյուջեն նախ ես ընդհանուր բյուջեի մասով զերծ կմնամ թիվ հնչեցնելու կրկնակից ավելով ավելացել է եւ դա ավելացել է հենց նրա շնորհիվ, որ 2018 թվականի ուրեմն Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անում է ամեն բան տնտեսական աճ ապահովելու եւ ոչ թե թալանելու, այլ դա ուղղելու առողջության ապահովագրությանը, ուրեմն ճանապարհների կառուցմանը, դպրոցների կառուցմանը եւ այլ տնտեսական ծրագրերին արտաքին պարտքն է բա շատ գիտեք ես չեմ խորանա այդ հարցերի մեջ խնդրեմ այն գերատեսչական ցուցանիշներ եք ասում այո եւ շատ ճիշտ եմ ասում եւ շարունակեմ որ մեր ուրախ ավտոբուսը որը որ ուրեմն այս օրերի ընթացքում ես պետք է ասեմ, որ մեր քաղաքացիների, մեր ժողովրդի այն ահռելի սիրո, աջակցության եւ գնահատանքի ալիքը չափաբաժինը, որ ստացել ենք, մեզ մղում է ել ավելի լծվելու, ծառայելու մեր ժողովրդին, ել ավելի մեծ եռանդով եւ ուժով պայքարելու, որպիսի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ունենա սահմանադրական մեծամասնություն եւ շարունակի մեր երկրի զարգացման անկասելիությունը, ապահովի խաղաղության ամրապնդումը եւ Հայաստանի Հանրապետության եւ միլիարդավոր դրամների պարգևավիճակներ ստեղծել։ Պետական ապարատն էլ, այո, պետք է վարձատրվի պատշաճ, որպիսի մեր պետական համակարգում մենք կարողանանք ներգրավել մեր ամենալավ կադրերին եւ պատրումն է դինել Տիկին Ավանեսյան ձեզ օրինակ ինչքան է լինելու ուրեմն եթե կառավարության որոշմանը տեղեկացել եք, որը բաց ընդունվել է նախորդ կառավարության նիստին, ուրեմն կառավարության որոշումը ենթադրում է առաջնահերթությունների ապահովման ըստ կատարողականների վարձատրության մեխանիզմ, որը շատ ավելի խիստ մոտեցում է, քան թե ուղղակի աշխատավարձի վերանայումը եւ այս փոփոխությունը վերաբերում է ամբողջ պետական ապարատին։ Եվ այս պետական ապարատի աշխատանքի արդյունքում է նաև, որ մեր երկիրը ամեն տարի գրանցում է տնտեսական աճ, ամեն տարի իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ եւ ըստ էության իմ ոլորտով ասեմ, այո, մեր առողջապահության ուրեմն ոլորտի պետական ապարատի աշխատողները աշխատել են շատ ծանրաբեռնված եւ արժանի են բոլորը ես հայտարարագիր ներկայացնող անձ եմ, երբ որ կներկայացնեմ, երբ որ հայտարարագիրս կներկայացնեմ, կտեսնեք։ Տիկին Ավանեսյան, իսկ ինչ բյուջեով եք գնում ձեր ներկուսակցական տուրերին, որովհետեւ մտահոգություն կա, որ դրանք իրականացվում են հենց այդ բյուջեի հաշվին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ֆինանսական մուտքերի ու ելքերի առումով ամենաթափանցիկ կուսակցությունն է։ Կարող
եք բացել, հարցում անել, ծանոթանալ, հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անգամ հրապարակված է, կարող եք բացել նայել։